Ինչ կլիներ կյանքում, եթե չլիներ սերը։ Կյանքը կկորցներ իր իմաստը, գույներն ու տրամադրությունը, եւ առանց սիրո երևի թե կյանք էլ չէր լինի։ Մեզ բոլորիս լիքը սեր է պետք։ Պետք է սեր նվիրենք ու սիրով ապրենք։ Ողջույն սիրելի հեռուստադիտող, եթերում Խոստովանություն հեռուստանախագիծն է։ Ես Արայիկ Համբարձումյանն եմ եւ այսօր իմ տաղավարում հյուրընկալում եմ տաղանդավոր սիրված դերասան Վարդան Հովսեփյանին։ Վարդան ջան, համեցեք, բարի գալուստ իմ տաղավար, շատ ուրախ եմ փոխադարձ հարգանքներս։ Խնդրում եմ զբաղեցրեք ձեր տեղը ու սկսենք մեր զրույցը։ Կարծում եմ շատ սիրուն զրույց ենք ունենալու Վարդան այսօր։ Ուրիշ կերպ չի կարող։ Ահա, որովհետև ձեր կյանքի պատմությունն է ներկայացվելու մեր տաղավարում ու սկսում ենք ամենասկզբից, որտեղ եք ծնվել եւ ովքեր են ձեր ծնողները։ Ծնունդով Երևանում եմ, երևանցի եմ։ Ճիշտ ասած է ցիտատը մի քիչ չեմ սիրում, բայց Երևանի ծնունդ ունեմ։ Մայրս, հայրս, պապիկներս, տատիկներս նույնպես երկու կողմից Երևանում են ծնվել, մեծացել։ Ծնվել եմ Որ ծննդատանը։ Որտեղ։ Որ ծննդատանն եք ծնվել։ Հիմա, եթե չեմ սխալվում, կոչվում է Շինգավիթ բժշկական կենտրոն։ Այն ժամանակ ինչ էր կոչվում, չգիտեմ, բայց այդտեղ ծննդատուն Ինչ էր կոչվում, չեմ հիշում, երբ որ ծնվել եմ, չեմ հիշում։ Չգիտեմ ինչ էր կոչվում։ Բժշկական կենտրոն է հիմա, Շինգավիթ բժշկական կենտրոն, այդտեղ ղրեր էին ասում բանման, այդ հատվածում եմ ծնվել։ Մի խոսքով, բայց այդ ժամանակահատվածում գիտեմ, որ հայրս, մայրս դժվար էին ապրում ու շատ դժվարությամբ իր մեքենայով է տարել, որովհետև մայրս հղի մի խոսքով խնդիրներ կար։ Այն ժամանակ հեշտ չէր, ոնց որ հիմա։ Ինչա բարդ էր տրվում։ Բայց բարդ ծնունդ չեմ, շատ հեշտ ծնվել եմ, հանգիստ ու տենց մեծացել եմ։ Ով է ձեր անունը ընտրել եւ ինչու Վարդան։ Պապիկիս անունն է, հորական հայրիկիս հոր անունն է, Վարդան, որոշել են դնել իր անունը։ Հետո մի եղբայր ունեմ, իմ հոր եղբոր տղան է, ինձնից հետո ծնվեց, այսինքն մի տարի հետո, պապիկս նորից գնաց այնտեղ բան, այդ ծննդատան, ասեց, թող Վարդանները շատ լինեն, իր անունն ենք Վարդան դնում, բան, էլի դրեցին Վարդան, ու տես եթե էլի տղա լիներ, էլի Վարդան, այսինքն ամբողջ ցեղում լինել էին Վարդանների ցեղը։ Հա, Վարդանների ցեղը։ Վարդան դպրոցական տարիներում լավ եք սովորել, օրինակելի աշակերտ եք եղել, թե չարաճճի։ Լավը շատ հարաբերական է, համ լավ եմ սովորել, համ չեմ սովորել։ Լավ եմ սովորել այն ինչը, որ ինձ դուր էր գալի, որը որ ուզում էի սովորել։ Վատ եմ սովորել, որովհետև թերանում էի իրականում, ինչի, օրինակ մաթեմատիկ չեմ սիրել, մաթեմատիկա չեմ սիրել։ Հաշվել գիտեմ, հա, եթե հիմա ասեք երկու անգամ երկու ինչ անում, կարամ ասել, բայց չեմ սիրել, որովհետև ծանրացնում էր, բան։ Հայոց լեզու շատ եմ սիրել, գրականություն շատ եմ սիրել, բան եւ այլն։ Պատմություն շատ եմ սիրել։ Աշխարհագրություն չէի սիրում, որովհետև համել հիմնականում արվեստի ոլորտում էի, ապարում էի այդ ժամանակ, բան եւ այլն, ինձ բոլորը գիտեին այդպես։ Նույնիսկ դեպք է եղել, մի քիչ sense անցնում եմ, ուսանողական տարիներին, չէ, դպրոցական տարիներին, անգլերենի քննության ժամանակ ապարել եմ, քննությունը ստացել եմ։ Անգլերեն չէի սովորում անգլերենը, որովհետև էլի ծանրաբեռնվում էի, բան, տենց էի մտածում։ Հետո անցան ժամանակներ, երբ որ արդեն ավարտեցի բան, այնտեղ ունեին կարմիր դիպլոմով ավարտած բան մարդիկ, ովքեր որ շատ էին սովորում, գիրք էին կրծում, բան։ Ամեն տարի զանգում են, ասում են, դպրոցի եսիմ ինչն է։ Ուզում են քեզ հրավիրել, դու մեր լավագույն աշակերտն ես։ Ասում եմ, լավագույն աշակերտ, ախր այդ կարմիր դիպլոմով ավարտած աշակերտներ ես, ո՞ց է լավագույն։ Հա, որ մի քիչ ավել եմ երևացել կամ այս ոլորտում եմ դրա համար, մի խոսքով սկսեցի դրանից էլ հրաժարվել։ Ամեն դեպքում պետքա մի քիչ բան դիտարկել, արդար դիտարկել, էլի դաշտը, եթե նա լավագույն աշակերտն է, դուք որոշել եք նա լավագույնն է, ուրեմն նա էլ մարդ է, որ ավարտել է, կարող ճանաչված լիներ, կարող չլիներ, կարող ձեռնոցների գործ անել։ Վարդան, իսկ ինչպես սկսվեց մուտքը հեռուստատեսություն, նկարահանումներ, ֆիլմեր, դերասանական կրթություն, մասնագիտություն ունեք։ 96 թվականին, երբ որ դպրոցական էի, սովորում էի դպրոցում, համատեղ Մայլյան թատրոնում էի, Հենրիկ անվան
Հենրիկ Մալյանի անվան թատրոնում, այո, Նարինե Մալյանն էր, մինչև հիմա ինքն է, գեղարվեստական ղեկավարը, ես դրա զուգահեռ Step ստուդիա կար, Լևոն Ղազարյանն էր, մեր ղեկավարը։ Հետո, երբ որ մենք Step-ով սկսեցինք ինչ-որ փոքրիկ բեմադրություններ անել, Նարինեն կանչեց ինձ իր մոտ, ինչ-որ փոքրիկ նովելների մեջ բան, կերպար առաջարկեց բան, ու տենց սկսվեց իմ կարիերան, հետո եկավ 2000 թվականը արդեն, երբ որ պիտի ավարտե ինստիտուտը, Ղազարյան Լևոնը ինձ առաջարկեց, որ միանգամից թատերական ընդունեմ, ասեց դա քո տեղն է, գնա այնտեղ։ Ու ընդունվեցի անվճար Նիկոլայ Ծատուրյանի արվեստանոցում, հա, մեր վարպետի Նիկոլայ Երվանդիչի։ Այո։ Ու 2000 թվականից մինչև 2004 թվականը սովորել եմ իր արվեստանոցում, խաղացել եմ շատ կերպարներ, ավարտելուց հետո նույնիսկ էլի մնացել եմ այն մարդկանց հետ, ովքեր որ դեռ սովորում էին, նույն Սաթենիկը, ով արեց Կայսրի բեմադրության մեջ, խաղացի Օհան Գուրգենի կերպարը, հետո գնացինք հյուրախաղեր բան եւ այլն, այսինքն ինքը ավտոմատ, ես ավտոմատ ընկա ճանապարհին։ Վարդան, իսկ ձեր հոգուն ավելի հարազատ է կինոն, թե թատրոնը։ Դուք ձեզ որտեղ եք ավելի լավ զգում։ Ես կարծում եմ ցանկացած դերասանի ներսում թատրոնն է, հետո նոր կինոն։ Դա այնտեղ ավելի անկեղծ եք, չէ՞։ Համ անկեղծ ես։ Սխալվելու իրավունք չունես։ Սխալվելու իրավունք չունես, կենթանի շփում կա։ Շատ է այդ էներգետիկ դաշտը։ Ֆիլմը չէ, ֆիլմը ստոպ, մոնտաժ, բան, Սարքովիա։ Նորից Գնացիր, նկարվեցիր, ես տեսարանն եմ նկարում, հետո ես տեսարանն եմ նկարում, վերջն եմ նկարում, հետո սկիզբն եմ նկարում։ Այսինքն ինքը կառուցողական է, կառուցվեց ինչ-որ մի բան։ Հետո գնում ես պրեմիերային նայում ես, ասում ես, վայ, ես տեսարանն եմ, սրանից հետո բան, կամ ստացվում է, կամ չի ստացվում։ Իսկ ներկայացումը դու արդեն գիտես սկզբից մինչև վերջ կուլմինացիա ուր է գնալու, ու դու ուր ես տանելու, եթե կարողանաս այդ հանդիսատեսին պահել, դա արդեն վարպետություն է պետք։ Ճիշտ է։ Վարպետություն չէ, վարպետություն։ Այո։ Կենթանի շփումը շատ կարևոր է։ Այնտեղ անգամ խաղընկերներիդ բոլորին գիտես թատրոնում, իսկ ֆիլմում բացառությունները ինչքան հրաշք։ ոչ ոքին չգիտես միայն քո տեսարանում Երբ որ գալիս ես արդեն պիտի պակլոն տաս հանդիսատեսի առաջ, ու նայում ես բոլորի դեմքերը ու նայում ես, որ իսկապես անկեղծ ծափարում են քեզ, չեն ծափարում, որովհետև գումար են տվել, եկել են, ասում են լավ, դե մարդ է, հիմա եկել է պակլոնը տալիս ծափարենք։ Դրանից լավ գումար չկա աշխարհում։ Այո, ճիշտ է։ Հետո քայլում ես առաջ քո կյանքի ճանապարհով եւ օրերից մի օր հանդիպում եք ձեր կնոջը։ Որտեղ է լինում այդ հանդիպումը եւ արդյոք եղավ գեղեցիկ սիրո խոստովանություն։ Կպատմեք։ Հա, բանում նկարանման հրապարակում այդ ժամանակ նկարվում էի, եթե չեմ սխալվում, Կայարան հերոստա սերիալը։ Կինս ընդունվել էր թատերական ինստիտուտ, այդ ժամանակ ուսանող էր, եկել էր պրակտիկայի։ Մտնում եմ ներս, դե սովորաբար ոնց է լինում, բոլորը քո ընկերներն են, բարևում ես բան, գրիմ պետք է լինես, բան, նստես, տեքստ են տալիս, այդ ընթացքում ամեն ինչ տալիս են, տեքստը տալիս են, գրիմ ես տնում, ասում ես մի րոպե, ասում մի րոպե բան, դեղից ասում ես զվուկը, մի րոպե բան, շորը բան հագնես, ամեն ինչ խառնում է, դե քո ընկերներն են հասկանաս, որովհետև գրաֆիկ գոյություն ունի, դրա մեջ պիտի տեղավորվես, աչքովս ընկել էր այդ աղջիկը։ Ասեցի, ինչ եք անում, բան։ Ասես պրակտիկայի եմ եկել։ Զվուկա ռեժիսորին ցողիկ ունենք, ցողիկը, շատ լավ զվուկա ռեժիսոր։ Ասեցի կգաս, եկավ, ասի նստի ստեղ, էլի խնդրում եմ։ Ես գրիմ լինեմ, դու նստի ստեղ, բայց ոչ միտեղ չգնաս։ Նստեց։ Դե փոքր էր տարիքով, բան։ Շատ էի հավանել։ Դուրս եկա մեր Ալեքսանդրի հետ տեսարանն ենք նկարում, մեքենայի տեսարանա։ Արդեն պիտի դուրս գանք այդ հյուրանոցի հատվածից, գնանք բիզնես ցենտրի։ Գնանք, հետո հետ գանք։ Հետ եկանք, արդեն իմ տեսարանը ավարտվեց, մի հատ ուրիշ բան պիտի նկարեն, որ նորից ես նկարվեմ, մտա դրանք չկա։ Ուրա, ում հարցնում եմ, չեն իմանում։ Օպերատորներին տղերքին հարցնում, ասում ուրա, աղջիկ կար մի հատ, անունը չգիտեմ, ոչ մի բան չգիտեմ։ Մի խոսքով տենց, հետո եղավ ճանապարհը, շատ երկար չպատմեմ, որովհետև մի ամբողջ հաղորդում կարամ պատմեմ դրա մասին։
Ու հետո շատ արագ ստացվեց, որովհետև իսկապես են եթե ինչ-որ մի բան լինում է, եթե չէ։ Իհարկե։ Այդպես է։ Իսկ եղավ ավանդական հարսանիք։ Հա, արեցինք։ Շատ հյուրեր ունեիք։ Մի քիչ ուշացրեցինք, որտեվ պապիկս ցավոք սրտի պիտի լիներ այն ժամանակ, երբ որ պլանավորել էինք, չստացվեց, բայց էլի արեցինք փետրվարի 23-ին տղամարդկանց օրը, դա էլ արեցինք նրա համար, որ ամեն տարի հիշեմ, շնորհավոր եմ իրան։ Ինքը ինձ հիշի, ես էլ ասեմ, ես էլ հիշում եմ մեր օրնա, որտեղ միշտ մոռանում են, չէ՞, դեցալ։ Այո։ Եվ հետո ծնվեցին ձեր բալիկները։ Մաքսը ու Դավիթ։ Մաքսը եւ Դավիթը։ Ընտանիքում, ընտանեկան երջանկության բանաձևը ո՞րն է։ Բանաձև կա։ Ես չգիտեմ։ Չկա, ոչ մի գրված ձև չկա։ Ուղղակի պիտի հարգես, ուղղակի պիտի սիրես, ուղղակի պիտի նվիրված լինես։ Դա պիտի քոնը լինի։ Դու պիտի պատրաստ լինես տղամարդ լինելու։ Դու պիտի պատրաստ լինես հայր լինելու։ Դու պիտի պատրաստ լինես դժվարություններ անցնելու։ Չկա բանաձև։ Լավ մարդը այն է, ով կարող է շատ գիրք կարդալ բան։ Լավ, խելացի մարդը այն է, ով շատ գիրք է կարդում բան։ Չի լինում այդպես բան։ Վարդան, իսկ դժվարությունները միայն պետք է տղամարդն անցնի, թե կինն էլ պետք է տղամարդու հետ իր Կինը ամենադժվար ճանապարհը կինը արդեն անցնում է, պետք չի էլ իրան ինչ որ ճանապարհներ։ Այն հոգսերը որ տանում է, ես աշխատանքից որ գալիս եմ տուն, 2 ժամ, 3 ժամ, որ նստում եմ կնոջս հետ, ուզում ենք խոսանք, չեն թողում երեխեքը, ու մեկ էլ ասում է, տեսնում ես, ասում եմ, մի րոպե, բան, այնտեղից վազում են, թռնում են, այն մեկը ընկնում է, այստեղ խփում է, լացում է, այն մեկը 2 հատ նույն մարը պաղպաղակից է սառնում, սպիտակ, վանիլային պաղպաղակ, երկուսս էս տալիս ես, այն մեկը, այն մեկին, այն մեկը, այն մեկին։ Սա ուտում է մի քիչ շատ է կերասնում, նա մի քիչ, էս է ուզում։ Պիտի փոխեն ու կռիվ է սկսվում։ Այդ չգիտես ինչ անես։ Ինչ 2 տղու մասին եմ ասում։ Միգուցե աղջիկ տղա այլ կերպ լինի։ Հա, ուրիշ կերպ լինի, բայց ամեն դեպքում պիտի այդ դժվարությունները կինը տանում է։ Լվացացնել, երեխեքին մաքուր պահել, տանել, ինչ որ դու շատ ժամանակ չես հասցնում դպրոցից երեխուն բերել բան, կինը արդեն այդ դժվարությունը տանում է։ Վարդան, կնոջ կողքը լինես։ Ես գնահատեցի ձեր գնահատականը, որը որ դուք տվեցիք կնոջը եւ ընտանիք հասկացողությանը եւ քանի որ հիմա դուք խոստովանության տաղավարում եք, ձեր կնոջը ինչ որ բան ունեք խոստովանելու։ Կնոջս ամեն օր ասում եմ, որ ես իրան շատ եմ սիրում, ինքը գիտի դրա մասին։ Բայց կարամ շատ կարևոր մի բան ասեմ։ Ասեք։ Երկար ապրի։ Թող երկար ապրի։ Դա մենակ ինձ պետք չի, իմ տղաներին էլ է պետք։ Շատ սիրուն է խոստովանությունը իրականում, երկար ապրի։ Այո, դրա մեջ մի մեծ խորքային իմաստ կա։ Ընկերասեր եք Վարդան։ Շատ։ Ունեք լավ ընկերներ, հավատարիմ։ Շատ։ Ընկերները քիչ չեն լինում։ Ընկերը մի հոգի կամ 2 հոգի չի լինում։ Ընկերները կարող շատ լինում։ Որովհետև չես կարող աշխատանքում ինչ որտեղ ընկեր չունենաս։ Եթե աշխատում ես ինչ որ մի ոլորտում, հետո գնում ես բակ, պիտի ունենաս ընկերներ։ Հետո գալիս ես տուն, հարևան պիտի ունենաս, գոնե ընկեր պիտի ունենաս։ Հետո գնում ես, չգիտեմ, ինչ որ ընկերոջ հետ ինչ որ տեղ։ Այդ ընկերության շրջապատում ծանոթանում ես մի ուրիշ ընկերոջ հետ։ Այսինքն ինքը անընդհատ ձևավորվում է ընկերության շրջապատ։ Իսկ երբ որ ձևավորվում է, դու մենակ պետքա պահես այդ ընկերներին։ Այսինքն ոչ բան բասես, ոչ վատը խոսես, մենակ սիրես քո ընկերներին։ Ինչքան սիրում ես, ինչքան լավն ես ասում, այդքան քո շրջապատը մեծանում է ու սկսում ես այդ ընկերների հետ ժամանակդ ավելի սիրով ծախսել ու ավելի արժեքային, այո, արժևորել։ Հաճախ են լինում ձեր ընկերական հավաքույթները։ Մի ժամանակ հա, հիմա այդքան չէ, ինչի, չնայած իմ պարագայում հա, որովհետև ես գոնե շաբաթը 2-3 օր պիտի տրամադրեմ ընկերներին։ Եթե նույնիսկ ինչ որ մի տեղ չեն գնում, հրավիրում եմ մեր տուն, մի բան սարքում եմ, մի բան մտածում ենք կնոջս հետ ինչ անենք, որ ընկերներս թեկուզ իրանց կնոջ հետ ով էլ ամուսնացած չի, ոչինչ թող գա, հետո կամուսնանա, կնոջ հետ կգա, տարբերություն չկա։ Վերջին անգամ ձեր ընկերոջը Հայկին երբ եք տեսել Ոսկանյան։
Գնում կորում է, երբ տնամ, երևի վերջին անգամ Հայկին չեմ հիշում, Եղվարդում եմ երևի տեսել։ Բարձրացել էինք իրանց մոտ բան։ Ու այնտեղ հանդիպեցիք։ Հիմա կհանդիպեք, որովհետև Հայկը եկել է մեր տաղավար եւ այսօր կմիանան մեր զրույցին։ Մեր զրույցին է միանում Վարդան Հովսեփյանի ընկերը Հայկ Ոսկանյանը, ում վաղուց Վարդանը չէր հանդիպել։ Հայկ ջան, բարի գալուստ։ Արա, սաղից սպասի, Բարով եք եկել մեր տաղավար, խնդրեմ զբաղեցրեք։ Հայկը համել իմ քավորն է։ Օ, հարսանիքի։ Մեր հարսանիքի քավորն է։ Շատ լավ։ Քանի տարվա պատմություն ունի ձեր ընկերություն, որ հետո նորովի արդեն Խավոր, Սանիկ։ մոտավորապես Եթե հուզված է ջուր։ չէ։ Չի սպասում։ Դու դեռ շատ կուզես արդեն այս նկաման ընթացքում։ Սա ինք սպասի բացի քեզ։ Մոտավորապես երևի 7-8 տարի առաջ ենք հանդիպել։ Ընկերներիցս մեկը հրավիրեց ստրայբոլ խաղալու։ Տեղ տենց մի քիչ ուշացած էին գնացել, ընդ տենց հանդերձանքներ կան, բան, պահպանիչ, սենց ակնոցներով, բան ոչ մեկին չես ճանաչում, խաղը սկսված էր։ Խաղացինք բան ու սենց ինքը աշկի էր ընկնում իր խաղով, սենց էմոցիոնալ բան, սենց։ Մի խոսքով վերջում, երբ որ խաղը ընդմիջում էր, կավ սենց դիմակը հանեց այդ պաշտպանիչ։ Ասեց այ հիմա արի ծանոթանանք, տենց ծանոթացանք։ Որ սկսվեց ընկերություն։ Հա, սրուցեցինք, սուրճ խմեցինք, հետո նորից էլի խաղը սկսվեց։ Դրանից հետո առաջարկեցին մեր ընկերները միտեղ գնանք, նստենք ավելի մտերմիկ։ Ու տենց մի բարբերաբար գնում էինք խաղի, հետո որոշ ժամանակ հետո ամեն անգամ չէ, բայց գնում էինք ինչ-որ խնջույքներ, Վարդանի հետ էլ երբ որ գնում ես մի հատ ինչ-որ միտեղ նստես ուղղակի հաց ուտես, դառնում է ինչ-որ սենց տոն հա, ուրախություն։ տոն ուրախություն։ Այսօր էլ է տոն։ Տենց հետո որոշեցինք ընտանիքներով հանդիպենք, ու այդ վաղ Վարդանը ամուսնացած չէր։ Մեր տուն, իրանց տուն, մեր ընկերների տուն սենց կավ ասեց որոշել եմ ամուսնանամ ու որոշել եմ Խավորս դու լինես։ Ասեց անակնկալ։ Ընկեր Խավոր։ Հա։ Ինչպիսի ընկեր է Վարդանը։ Պատկերացրեք, որ հիմա Վարդանը այստեղ չի, մեզ չի լսում եւ նկարագրեք նրա մարտեսակ եւ ընկեր տեսակը։ Շատ պոզիտիվ, ընկերասեր, շատ ընկերների, շատ նվիրված։ Ընտանիքին շատ սիրում է, ընտանիքասեր։ Ու սենց իր կյանքը եռում է իր մեջ։ Վարդան, ընկերության արժևորման գաղտնիքն ու բանալին որտեղ է գտնվում, այսինքն այդ արժեքը պահելու գաղտնիքը, հա, ինչի մեջ է, ինչն է, որ կարապահի ընկերությունը։ Ես մի բան ասեմ։ Իմ աշխարհում ամենասիրած բառը, որը ունի շատ նախադասություններ, որով կարող ես կազմել շատ նախադասություններ, որով կարող ես շատ ասելիքներ ասես, դա սերն է։ Սիրելը, եթե ընկերոջդ սիրում ես, պիտի սիրես ընկերոջդ։ Ոչ թե նայես, որ հազար ներողություն ասել այդպես են շփվում, բայց ինքը գումար ունի, ինքը հնարավորությունները շատ լավ մեքենա ունի, լավ հեռախոսաբեռնում, ուրեմն ինքը լավն է։ Չի լինում այդպես։ Պիտի սիրես ընկերոջդ։ Հենց սիրեցիր, ու այդ սիրով ընդունեցիր քո տուն, դա քո ամենաընկերն է։ Այո։ Նույնիսկ ընկերը չի, եղբայրդ է։ Ճիշտ։ Ես իրան ասում եմ ախպերս, չեմ ասում ընկերս։ Հայկ, ձեզ շնորհակալ ենք, որ եկաք, միացաք մեր զրույցին եւ անակնկալի բերեցիք ձեր ընկերոջը Վարդանին, ով շատ ուրախացավ, անգամ հուզվեց։ Շուտ երեք։ Հիմա մենք ձեզ կճանապարհենք եւ մենք շարունակենք զրույցը, որտեղ Վարդան հետ այսօր շատ հետաքրքիր զրույց ունենք։ Դեռ պիտի շարունակվի մեր զրույցը։ Շնորհակալ եմ։ Շատ շնորհակալություն հաջող։ Ցտեսություն, շնորհակալ եմ։ Ապրես, ցավոտ բան։ Քեզ շատ եմ սիրում։ Սիրելի հեռուստադիտող, վերադարձանք, որ շարունակենք մեր զրույցը, սակայն մինչ մեր զրույցին անցնելը ուզում եմ նշել, որ մեզ կարող եք գտնել բոլոր on-line հարթակներում։
Հատկապես YouTube-յան մեր ալիքում փորձում եք գտնել Արայիկ Համբարձումյան էջը եւ այնտեղ կտեսնեք մեր բոլոր եթերները։ Շնորհակալ ենք ձեզ հավատարիմ մնալու եւ անդավաճան լինելու համար։ Վարդան, շարունակենք մեր զրույցը։ Կյանքում շատ են եղել դժվար պահերը եւ եթե եղել են, ինչպես եք դուք հաղթահարում։ Ես չեմ վախենում այդ դժվարություններից, ոչ մի դժվարությունից չեմ վախենում։ Հա շատ են եղել։ Շատ մատնելի արանքով եմ նայում բոլոր դժվարություններին, բոլոր խոչընդոտներին, տրորում եմ ուղղակի։ Ես չեմ պարփակվում տանը։ Ես միշտ դրական եմ նայում։ Եթե նույնիսկ եղել է, ոչինչ վաղը չի լինի։ Իսկ այդ դժվարությունները չեն թույլատրում մարդուն, թե ուժեղացնում են։ Կախված է ինչ կամքի ուժդ ինչքան է։ Եթե դու իրան կարևորում ես, թույլատրում է։ Եթե չէ։ Ուղղակի քո համար կամ կա կամ չկա։ Ուղղակի ինչ որ երևույթ է։ Դժվար բան է։ Level-ը, լավ, sense ասեմ։ Երբ որ ինչ որ մի խաղ ես խաղում, բնականաբար ուզում ես հաղթահարես։ Նույնը կյանքն է։ Սա էլ է խաղ։ Դու գնում ես քո ճանապարհով։ Բնականաբար մեկը մեքենան եկավ քաշեց, մեկը չգիտեմ բան բասեց, մեկը քո տեղը եկավ, դու էլ չես աշխատում, մեկը չգիտեմ 1000 բան կա ուզում է խառնի ընտանիքդ, բան եւ այլն։ Պիտի իրանց չկարևորես, որտեւ իրանք չկան այդքան։ Ուղղակի շփրտում ես մի կողմ, տեսնում որ ուշադրություն չես դարձնում, անցնում գնում ես, ես ճեղքում ես։ Հաճախ սերունդների բախումներ են լինում մեր ընտանիքներում, մեր միջև, մեր ծնողների միջև, մեր ու մեր երեխաների միջև։ Մենք չունենք տեսման։ Ձեր ընտանիքում, երբ որ այդպիսի դեպքեր լինում են, կամ եղել են կամ չեն եղել, ինչպես եք հարթում եւ ով է առաջինը փորձում ընդհանուր հայտարարի բերել։ Մենք միասին ենք ապրում, մայրս հայրս մեզ հետ են ապրում։ Միշտ ինձ վախեցնում էին, ասում էին, երբ որ ծնողների հետ ես ապրում, ինչ որ խնդիրները շատ են եւ այլն։ Խնդիրները շատ են հիմա իմ հետ ավելի շատ, կինս մերոնց հետ, տնեցիների հետ, ուղղված դեպի ինձ, քան իմ կինն ու իմ մաման կամ պապան։ Ոնց որ ես եկած լինեմ այդ տանը, փեսա։ Դու ես այդ տանը։ Կինը, հա։ Իրականում շատ հարթ եւ շատ սիրուն։ Կախված աստեղից, նորից ստեղից։ Ու կախված է տան տղամարդուց, ոնց կդնես դու։ Ոչ թե դրված քեզ դնում կամ դրված քեզ փոխում, չկա տենց բան։ Կամ մարդկային փոխհարաբերություն շփում։ Եթե հասկանում եք իրար, այդ հասկացեք, եթե չէ գնացեք ուրիշ տեղ ապրեք։ Փառքն ասում, մենք այսօր այդ խնդիրը չունենք, իմ կինը ու իմ մաման, ես երբեք չի եղել, որ մենք չենք կարող, բայց երբ էս գալի բան մի հատ հարց կա գամ տնամ մաման դեղ տխուրա բան, կինս նեղված է, չի լինում այդպես։ Հակառակը գալիս եմ այնքան ուրախ են, ես ոնց որ օտար լինեմ։ Ես արդեն փորձում հասկանալ, արդյոք ամեն բան կարգին է։ Արդյոք ես ճիշտ տեղ եմ եկել։ Չգիտեմ։ Վարդան, ես շատ ուրախ եմ իրականում, որ ձեր տանը այդքան ջերմ եւ խաղաղ մթնոլորտ է եւ իրականում շատ հաճելի է ապրել ծնողների հետ, որովհետեւ չպետք է մոռանանք, որ մեզ կյանք պարգևող հենց մեր ծնողներն են։ Մեզ մասին հոգ տանող ու աշխարհում ամենաշատը անհանգստացողը դա մեր ծնողներն են։ Ու եթե անգամ չմտածված մեր կամքից անկախ երբևէ վիրավորում ենք, չպետք է վատ զգան կամ ամաչենք ներողություն խնդրել ու նորից գրկել նրանց ու ասել, որ հենց նրանք են մեր կյանքի իմաստը։ Հետո նորը մնացած մարդիկ։ Իսկ հիմա մենք մի փոքր այսպես անցնենք գաղտնի արկղին, ես գամ հիմա քո կողքին նստեմ։ Այստեղ այս արկղում կան իրեր, որոնք քոնն են։ Եվ հերթով ես ցույց կտամ այդ իրերը, դու կմեկնաբանես։ Այստեղ գրված է հունվարի 28։ Ինչ է սա։ Պստիկին է սա։ Ձեր փոքրիկն է պատրաստել եւ ձեզ է նվիրել։ Բա տեսնում ես Վարդան։ Երբ է նվիրել։ Դե հուզվել էի սրա համար, հիմա արժեր էլի մի հատ էլ հուզվել, տունը հուզվել էի արդեն։ Դե մի հատ էլ հուզվեք ոչինչ։ Իսկ ինչ կա այնտեղ ներսում, թե պետք չի բացել։ Ապայի մասին։ Կանոն բացեմ։
Տոնը շնորհավոր հայրիկ։ Էդե։ Արդեն մեր տաղավարում հուզմունքը անխուսափելի է։ Ես դա խոսում եմ չգիտեմ մարդու ինչի անկեղծ լինելուց։ Այսինքն ամեն բան բնական է։ Շատ ժամանակ մեր հեռուստադիտողները մտածում են, որ այստեղ ինչ-որ բան շինծու է, նախապես պայմանավորված, բայց ելի է հեռուստադիտող։ Թող զանգեն ինձ, ես կբացատրեմ, Այո, եթե որտեղ լինի նախնական պայմանավորություն, այս հույզերն ու ապրումները միանշանակ տաղավարում չի ինչի պետք է ստացվի։ լինի։ Գնանք առաջ Վարդան։ Այստեղ ինչ-որ այսպես հետաքրքիր իրեր կան։ Ձերն են։ Մեկնաբանեք ինչ են, երբ են ձեզ նվիրել։ Սա բազե համահայկական խաղեր, ես էլ եմ մասնակցել։ այդտեղ ֆուտբոլ էի խաղում։ Այդ մեդալն է։ Հետո երբ որ շատ գնացի բազե ու դե ֆուտբոլ խաղացել եմ։ Հետո արդեն մարզիչ էի գնում, սա այդ սուլիչ սա, որով արդեն ես էի կազմակերպում խաղերը որպես մարզիչ, որպես դատավոր։ Հետո տվեցին այնտեղ բան սպորտային ղեկավար, արդեն այդ շվիստոկը միշտ պես կախած է բեջու շվիստոկը։ Մի հատ էլ ընկեր ունեինք, ասեն շվիստոկով էր, սուլիչ էինք ասում, շվիկ, սուլիչ Դավիթ։ Ով է կավարում եք խաղը։ Էլի բացեմ Վարդան, էլի իրեր ունենք այստեղ։ Կարող չփոխ։ Նայեք։ Չոր հետաքրքիր ֆոտոալբոմ։ Օհո, այստեղ Վարդանի կյանքի գրեթե բոլոր փուլերն են, կերտած կերպարներ։ Նոր մի քիչ առաջ որ ասում էի Արաքսյան Մելիքյան, կայսրն ենք խաղում ու Անգուրգենի կերպարն է։ Այս մեր Արարատ Նախարարության հովիվներ մետրո թատրոնում եմ։ Սա հենց այդ բարի գալուսն է, այստեղ գալիս է Մալյան թատրոնում արդեն ստեպի հետ կապված, սա Իրաքում ենք Բաղդադում, սա էլի ստեպն է։ Մի խոսքով ամբողջ այդ իմ անցած ճանապարհն է, այստեղ մեր ստեպի տղաներն ենք, Դուրգարյան Հայկն է, Բաբկենն է, Սերգեյն է, Լևոն Նաղազարյան, չեմ հիշի մնացել։ Ես կխնդրեմ այս վերջին էջը բացենք, տեսնենք այստեղ ինչ կա։ Վերջին էջը էլի կայսրից է։ Արաքսյանը։ Էլի կայսրից ու Հանգուրգեն։ Կայսրից Դավիթ Նահարությունյան։ Խորիկս Լևոնյան, իմ ընկերը, իմ։ Ինչ ներկա, համերգա, հա, սա համերգային ծրագիր է։ Խորենի համերգներ, Խորեն Լևոնյան եւ ընկերն էր տենց էր կոչվում համերգը։ Ես Խորենը ու Արմենը Մարգարյան միասին դեռ երեք իմ սրտում ընկերների երգն ենք, միասին դուետ էինք երգում ու կան դե Հայկոն, բան եւ այլն մեր բոլոր ընկերները։ Սա ներկայացումից էլի Ավգյան ախորներ, սա արտնացիր եւ երգիր, էլի գլխավոր կերպար, մի խոսքով, այսպես ամբողջը ձեր, ամբողջը, չէ, մասամբ ձեր անցած կյանքի ճանապարհն է։ Սա մայրիկս է հավաքել, ինքը պահում է։ Ես սա վերջին անգամ տեսել էի երևի մի 3-4 տարի առաջ։ Մաքսը փոքր էր, ցույց էինք տալիս, այդ ժամանակ տեսա։ Հա, Սվոլիչից կա այստեղ մի հատված, որտեղ ռուսական ֆիլմ կար Սվոլիչի։ Այդտեղ խաղում եմ, այս էլ գլխավոր կերպարներն են։ Սա էլ կոտն է, հենց այդ գլխավոր կերպարն է։ Մի խոսքով, այս մաման պահում է ամեն ինչ։ Կարծում եմ ձեզ կարողացանք տեղափոխել նաև կյանքի որևէ մի փուլ, մի էտապ, որտեղ որ այս իրերը որտեղից որ հենց այս իրերը դարձել են ձերը։ Սրանք միանշանակ ձեզ հետ կտանեք տուն եւ շնորհակալ ենք այն թանկ մարդկանց, ովքեր այս ամենը ուղարկել են մեր տաղավար։ Վարդան, գնացինք առաջ։ Ինչ է ձեր կարոտի անունը։ Ես չեմ ուզենա պաթոսիկ թվա, բայց հայրենիք։ Հայրենիք եւ ընտանիք։ Այսինքն ընտանիք, որտեղ հայրենիքն էլ է ընտանիք։
Ճիշտ է։ Մեր մեծ Ես ընտանիքն։ երբ որ Հայաստանում չեմ եղել, ես այդ կարոտի զգացողությունը շատ եմ ունեցել, շատ։ Շատ մարդիկ ասում են մեր Ամերիկայի նայեցալ Ամերիկայում բնակվող մեր ընկերներին, ովքեր որ այնտեղ, չգիտեմ, ինչ որ դժվարությամբ են հասել, մասամբ շատ հեշտ են հասել բան եւ այլն, խոսում են կարոտի մասին, շատ մարդիկ ասում են, դե գնացել եք այնտեղ լավ եք զգում, հայրենիքի մասին եք խոսում բան եւ այլն, այնքան դժվար է տենց խոսալը։ Չէ իսկապես իրանք շատ են սիրում հայրենիքը։ Լավ ապրելուց ոչ ոք չի գնում։ Ինչ անեն, ուրախանայիք, որ մնային այստեղ վատ ապրեն։ Չէ, երբ որ ինչ-որ մեկը կարոտով է խոսում մանավանդ հայրենիքի մասին, պետք է ուղղակի դա լսել ու հասկանալ, որտեղ դա ամենասարսափելի բանն է, երբ որ դու քո տուն ու տեղը, քո ընկերներին, քո շրջապատը, քո ամեն ինչը քո ստեղծածը, քո ապրած տարիները թողնում ու գնում ես ինչ-որ ուրիշ երկրում ապրելու, ուրիշ երկրի մեջ ինչ-որ մի բան զրոյից սկսելու։ Շատ դժվար է։ Եթե ձեր կյանքի մասին գիրք գրեիք, ինչպես կանվանեիք այդ գիրքը եւ ինչ վերնագիր կտայիք նրան։ Չեմ մտածել դրա մասին։ Չեմ էլ ուզում մտածեմ, ինչի, որովհետև վերնագրերը շատ են։ Ընկերներ կգրեի, ընտանիք կգրեի, հայրենիք կգրեի, իսկապես վերնագրերը շատ են։ Ծնողներ կգրեի։ Այն մարդկանց, ում դու սիրում ես, ումով ապրում ես։ Եթե ներսդ մի քիչ կյանք կա, սիրում ես ապրել, ուրեմն պիտի միշտ իրանց չնեղացնել, իրանց կողքը լինել, իրանց դեպանեկան մոտենալ, դեպանեկատ լինել, իրանց նկատմամբ ամեն հարցի։ Երևի թե կդնեի երջանկություն։ Հետաքրքիր վերնագիրը։ Առասարակ երբ որ կյանքում ինչ որ բան է լինում եւ հոգուտ խորքում ծանրանում է ինչ որ մի բան, արդյոք գին ու գավաթն այս դեպքում օգնում է վիշտը թեթևացնելու։ Հա, օգնում է։ Ինչ մոգական բան կա այդ գինու մեջ։ Չգիտեմ։ Ամեն դեպքում գինին լավ է։ Երկ կա է, ես գնում եմ գիներ դարդերս մոռանալու, կորցրել եմ։ Յարին գինետան։ Դա շատ սիրուն գործ է, ես սիրում եմ այդ որ չգիտեմ ով է գրել։ Երգում են, ես վերջերս ինչ որ երիտասարդ տղա էր, շատ լավն էր լսում էի։ Հա, իհարկե, թուլանում ես։ Ամեն դեպքում սկսում ես ավելի բացվել, ավելի ազատ լինել, ավելի հանգիստ լինել, չլարվել, չճնշվել, խոսալ, մանավանդ երբ որ կողքդ լսող է լինում։ Լսելը շատ դժվար բան է։ Իհարկե։ Ամենադժվար բանը լսելն է։ Իսկ կյանքում լռությունն եք սիրում թե աղմուկը։ Ոչ լռությունը, ոչ աղմուկը, երկուսն էլ չեմ սիրում։ Լռությունը ծայրահեղ են երկուսն էլ։ Աղմուկը շատ է, լռությունը էլի շատ է։ Միջինը համ նա պիտի լինի, համ նա։ Թող խոսան երեխեքը, թող երբ որ ինչ-որ մի տարածքում ես, ընկերական շրջապատում շատ ալինում, ասում ես, վայ մամա ջան, գնում ես մի հատ դուրս, կտրվում ես, գալիս ես մի հատ ռեալ իրական աշխարհի մեջ, հետո նորից հետ ես գալիս, ընկնում ես էլի դա մեջ։ Երբ որ լուր են լինում բոլորը, ժողովուրդ ինչ եղե, մի քիչ բան եղեք, աշխուժացեք։ Դրա համար ծայրահեղ են, էլի։ Միջինը ամենաճիշտն։ Արդեն կյանքում շատ են եղել թիկունքից հարվածներ։ Չկա տես մարդ, որ թիկունքից չհարվածեն, ում չեն հարվածում։ Ու հիմնականում մտերի մարդիկ են, չէ՞ հարվածողները։ Ոչինչ, հետո իրանք հասկանում են, հետ են գալիս։ Նրանց պետք չի ուշադրություն դարձնել։ Իսկ որ հետ եկան ընդունում եք։ Հա։ Ինչու՞։ Բա որ նորից հարված են։ Չէ, ոչինչ, թողելի հարվածեն։ Բա ինչ անենք։ Ինչ անենք։ Չգիտեմ։ Գոնե քեզնով կսովորի, որ դու հասկացար, դու ընկեր ես։ Էլ չի անի։ Եթե պիտի անի, լավ, երկրորդ, երրորդ անգամ անի, թող անի երրորդ անգամ ասա հաջողություն։ Հա, բայց մի անգամ որ արել է մարդը, կարող է չի հասկացել, կարող է դրթել են, կարող է բզբզացել են, կարող է ականջին շատ են խոսացել, կարող է ինչ որ բանից նեղված եղել։ Պիտի հասկանաս այդ մարդուն։ Մարդ են, չէ՞։
Բոլորս ծնվել ենք, մենք որոշողներ չենք, մենք դասիրակներ չենք, մենք դատավորներ չենք։ Մարդ են, կարա սխալվի։ Թող հարվածի ոչինչ։ Հետո գա կընդունես իրան, եթե պիտի գնա, նորից նույն բանը անի, մի անգամ էլ ընդունի ոչինչ։ Երրորդ անգամ կանի, ուղղակի մի շփվի, հեռու մնա իրանից, որ էլ չկարողանա քեզ մոտիկ գալ, որ հանկարծ թիկունքիդ մոտիկ լինի։ Թե չէ ում չեն հարվածում։ Չկա տես մարդ, որ ասի, իմ թիկունքը շատ ամուր է, պինդ է, բան եւ այլն, միֆեր են դրանք, հորինված բաներ։ Վերջին անգամ ում եք սեր խոստովանել։ Դե էլի պիտի անդրադառնամ նույն այն ինչի մասին, որ խոսում էինք, չեմ հիշի կոնկրետում, բայց կնոջս երեխեքիս միշտ ասում եմ, միշտ մամայիս մեր մոտ ավանդույթ կա, եթե նույնիսկ մի օր դա չի լինում, ես այդ ժամանակ շատ արագ եմ դուրս գալի, հետ եմ գալիս, դա անում եմ, նորից իջնում եմ դուրս։ Ինչ հա դա։ Բոլորին պիտի համբուր եմ տնից դուրս գալուց։ Սկսում եմ պստիկին, մեծին, կնոջս, մամային։ Սենց է։ Եթե տեղերը խառնում եմ, հետո նորից ուղում եք։ Ասում եմ Մաքսին եմ, չէ, նորից Դավիթին, որ Դավիթին պատճեցի, તો նորից պիտի լինի Դավիթին, Մաքսին, կնոջս, հետո մամային։ Միշտ դա պարտադիր է։ Իսկ իրանք որ դուրս են գալիս, մեկ-մեկ չեն պատճում, ասում եմ մի հատ հետ եկեք։ Պատճում են, ասում դե գնացեք։ Շնորհակալ եմ, Վարդան, մենք արդեն մոտեցանք գաղտնի նամակին։ Տեսնում եք, ոչինչ չկա այս ծրարի վրա գրված, այն անանուն է։ Բայց հետաքրքիր բովանդակություն ունի նամակը, որը հենց ձեզ է ուղղված։ Կխնդրեմ բացեք եւ բարձրաձայն կարդաք։ Փորձենք կռահել, եթե չգուշակեք, ես ձեզ անպայման կհուշեմ։ Կարդանք, Վարդան։ Սկսենք։ Իմ հիշողություն, իմ կյանքի կարևոր մասնիկ։ Այնքան ուրախ եմ, որ այսն հնարավորությունը տրվեց ինձ քեզ այսպես դիմելու։ Գինես հա։ Շատ հաճախ մենք իրար կողք լինելով չենք հասկանում ինչքան կարևոր են այն մարդիկ, ում հետ մի ամբողջ պատմություն եւ կյանք ես կիսել։ Դու իմ լուսավոր ու անբաժան մասն ես եղել, ինչքան հիշում եմ ինքս ինձ։ Լավագույն տարիները ու գաղտնիքները կիսել ենք իրար հետ եւ մի ամբողջ կյանք պատրաստ եմ ել քո մեծ ընկերը։ Սիրում եմ քեզ շատ, թող ժամանակի զբաղվածությունը եւ իրադարձությունները երբեք խոչընդոտ չլինեն իրար տեսելու, հիշելու համար, այնպես ինչպես եղել է միշտ եւ կա հիմա։ Իրականում այստեղ պետք է լիներ ձեր կնոջ նամակը, բայց քանի որ դուք հենց Չէ, ընկերս է, ես հետո շարունակեցի հասկացա, ընկերս չի։ Չէ, քանի որ դուք հենց առաջին բառից կկռահեիք, որ դա ձեր կինն է գրել, մենք փոխեցինք Շատ լավ։ Նամակի հեղինակին եւ ընկերն էլ չէ ձեր հարազատ հոգին է, ում հետ մանկություն եք անցկացրել, կիսվել եք, արյունակից, քույրիկս միանշանակ Արմինեն է նամակի հեղինակը։ Մի ապրի։ Արմինե, անչափ շնորհակալ ենք։ Այսքան հուզիչ խոսքերի, տեսնում եք, ոնց կարողացեք հուզել ձեր եղբորը։ Իսկ հուզմունքը խոսում է իրական, մաքուր նվիրումի, հարգանքի ու սիրո մասին։ Նամակի հեղինակը Վարդան Հովսեփյանի սիրելի քույրն է Արմինե Հովսեփյանը։ Վարդան ջան, Արմինեն ձեզ շատ է սիրում։ Ես էլ իրեն։ Դուք նրա կյանքի մեծ հույսն եք, իմաստը, երջանկություն, ուրախությունը, եւ նա շատ ուրախացավ, երբ որ իմացավ ինքը պետք է նամակը գրի։ Մենք շնորհակալ ենք Արմինեին։ Եվ վերջում Վարդան, ներողություն ձեզ շատ հուզելու համար, քանի որ խոստովանության տաղավարում եք, ում ինչ կխոստովանեք այս պահին։ Թող սա գնան իրաց գործերով։ Գնան ամեն մեկը թող գնա իր գործերով։ Այդքան է, այդքան կարելի էր։ Ինչ խոստովանեմ էլ։
Սիրում եմ, իհարկե սիրում եմ բոլորին, սիրում եմ շատ իմ ընկերներին, իմ ընտանիքին, բոլոր լավ մարդկանց, առհասարակ մարդկանց, որտեվ չի կարող լինել լավ մասնագետ, վատ մարդ, չի լինում տենց։ Ասում են լավ մասնագետա, լավ մարդ չի, կամ լավ մարդա, լավ մասնագետ չի լինում, բոլորը լավ մարդ է, ախված է հանգամանքների, չկա վատ մարդ այս աշխարհում։ Այո։ Եթե ինչ-որ մի մարդու մոտ ինչ-որ մի բան չի ստացել, ինչ-որ մեկի մոտ ինչ-որ մի բան չի ստացվում իր կյանքում, դա իրենից չի, դա իրենից չի։ Վարդան, շնորհակալ եմ։ Թող միշտ երջանկությունը ձեզ ուղեկցի։ Թող միշտ հավատարիմ մարդիկ լինեն ձեզանից անպակաս ու կյանքն էլ վայելեք ամենասիրուն տրամադրությամբ ձեր հրաշք ու գեղեցիկ ընտանիքի հետ միասին։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ ձեզ, Արայիկ ջան, շնորհակալ եմ։ Սիրելի հեռուստադիտող, այսպիսին էր Վարդան Հովսեփյանի կյանքի պատմությունը եւ խոստովանությունը։ Դուք էլ խոստովանեք, միգուցե վաղն արդեն ուշ լինի։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։